Տարօրինակ երազներ, լատիշական հեքիաթ։ Մի կալվածքում ապրում էր մի դարբին։ Նա շատ լավ աշխատող էր, բայց ոչ եկեղեցի էր գնում, ոչ էլ խոստովանության։ Մի անգամ դարբինը շատ ծանր հիվանդանում է, բայց իր մոտ չի կանչում պաստորին։ Իսկ երբ զգում է, որ մահը եկել է արդեն, մարդ է ուղարկում պաստորի ետևից, բայց նա չի գալիս։ Սակայն դարբինը շուտով լավանում է ու նորից աշխատում է իր դարբնոցում։ Իսկ նրա դարբնոցը գտնվում էր մեծ ճանապարհի մոտ, որտեղով հաճախ անցնում էր պաստորը։ Մի անգամ նա տեսնում է դարբնին ու ասում. «Ո՞նց ես»։ «Ողջ առողջ եմ, միայն թե շատ տարօրինակ երազներ եմ տեսնում»։ «Ապա ասա տեսնեմ, ինչ երազներ ես տեսնում», հետաքրքրվում է պաստորը։ «Մի անգամ երազումս տեսա», պատմում է դարբինը, «որ ես մահացել եմ և գնում եմ երկինք, իսկ Սուրբ Պետրոսը ինձ դրախտ չի թողնում, իբր հաղորդություն չեմ առել, և ինձ ուղարկում են դժոխք։ Ինչ արած, գնում եմ դժոխք։ Իսկ այնտեղ էլ սատանան է դեմս գալիս ու քշում, իբր տեղ չունի դժոխքում, դժոխքը լիքը լցված է պաստորներով»։ Պաստորը լսում է նրան ու կառապանին կատաղած հրամայում քշել կալվածատիրոջ մոտ։ «Դարբինը ցնդել է», ասում է նա կալվածատիրոջը, և պահանջում է, որ նա վռնդի դարբնին։ Կալվածատերը կանչում է դարբնին ու հարցնում. «Ինչու ես պաստորին նեղացրել»։ Դարբինը զարմանում է. «Ես նրան չեմ նեղացրել, պարզապես երազս եմ պատմել»։ «Իսկ ինչ ես տեսել երազումդ», հարցնում է կալվածատերը։ «Ապա ինձ էլ պատմիր»։ Դարբինը պատմում է։ Կալվածատերը քահ-քահ ծիծաղում է, իսկ դարբինը վերցնում է ու հիմա էլ ասում, թե ես ուրիշ երազ եմ տեսել։ «Ապա պատմիր տեսնեմ», ասում է կալվածատերը։ «Դե ուրեմն», ասում է դարբինը, «ես դժոխք չընկա ու մտածում եմ, թե հիմա ինչ անեմ։ Հանկարծ տեսնում եմ դժոխքի դռանը մի աթոռ է դրված։ Հենց որ ուզում էի նստել, սատանան եկավ ու գոռաց. «Չքվիր էստեղից, չքվիր, դա քո կալվածատիրոջ համար է»։ Հիմա արդեն կալվածատիրոջ ծիծաղն էլ չի գալիս։ Բարկանում է դարբնի վրա ու գոռում. «Դու իսկապես որ ցնդել ես, դուրս կորի էստեղից»։ Ու վռնդում է դարբնին։